Շնորհակալություն։ Վաղինակ Վարդանով։ Շնորհակալ եմ, պարոն Ֆարմանյան, քանի որ դուք չընտրվեցիք այս հանձնաժողովի նախագահ, մի փոքր ավել ժամանակ եք ունենալու ու հաշվի առնելով, թե ինչ լավ տնտեսական նախընտրական ծրագիր ունենք, դուք պատրաստվում եք արդյոք հանդես գալ, օրինակ փոքր բիզնեսի համար 0% հարկի կապակցությամբ վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ։ Դա մեր լավագույն ծրագրերից մեկն է, պարոն Վարդանով, եւ անպայման, հենց կարծում եմ առաջիններից մեկը կլինի 0% հարկի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալը։ Մենք ամեն ինչ կանենք, որ մեր գործընկերներին համոզենք, բացատրենք, ներկայացնենք մասնագիտական դաշտում, որ դա հնարավոր է լիովին։ Նորից եմ կրկնում, մեր հանրությունը լավագույն արբիտրն է։ Մեր ժողովուրդը լավագույն արբիտրն է։ Մենք կբացատրենք բաց, թափանցիկ, թե ինչպես է դա հնարավոր անել։ Երբ որ չեն համաձայնվի, այն ժամանակ թող մեր հանրությունը որոշի, ով էր ճիշտ, ով սխալ։ Հիմա ես այս բանի ճիշտ ու սխալի մասին չեմ խոսում, մասնագիտական դաշտում դա կհիմնավորենք։ Մեր գործընկերները կբերեն որևէ լավ նախաձեռնություն։ Նորից եմ կրկնում, եթե դա կբխի մեր ժողովրդի շահերից, մենք միաձայն կողմ ենք քվեարկելու։ Եվ մեր ժողովրդի աչքին մենք պետքա երևանք այնպես, որ մենք օբյեկտիվ ենք, այսինքն չի կարելի լինել ծայրահեղությունների գիրկը, որ դա բերել ասենք իշխանություն այդ նախաձեռնությունը, մենք անպայման պետքա դրան դեմ լինենք։ Կլինի այնպիսի մի նախաձեռնություն, որտեղ խնդիր կտեսնենք, մենք փորձենք այդ խնդիրները մասնագիտական հարթության մեջ ներկայացնել նորից մեր հանրությանը, թե ինչու ենք դրան դեմ։ Հիմա մենք կաշխատենք, այդ 0% հարկի նախաձեռնությամբ հանդես կգանք, կքննարկենք, կբացատրենք մատչելի կերպով, թե մեր ժողովրդին, թե մեր գործընկերներին, կընդունվի լավ, չի ընդունվի լավ, մեծամասնությունը իրենք են մեր ժողովուրդը ձայն ա տվել, մենք հարգում ենք նաև մեր քաղաքացիական պայմանագրի գործընկերներին ձայնտված ժողովրդին, մի բուռ ազգենք, ունենք բազմաթիվ հարազատներ, ընկերներ, բարեկամներ, մենք չենք կարող մեր ժողովրդից հրաժարվել։ Հետևաբար ոչ թե ինչ որ այդ նեղացած կեցվածքով, թե ասենք չէ, մեզ ընտրող չընտրող, բացարձակ ոչ էլ պոպուլիստական խոսք եմ հիմա ասում։ Օբյեկտիվ, լավին լավ, վատին վատ, այդ սկզբունքն է մերը։ Արձագանք։ Պարոն Ֆարմանյան, կուզենամ այս ամբիոնից դուք նշեք, թե ինչ օգուտ այդ օրենսդրական նախաձեռնությունը, ինչ օգուտ կարող է տալ մեր հասարակությանը, մեր պետությանը։ Պարոն Վարդանով, տեսեք, բացարձակ թվով փոքր հարկ վճարողները, փոքր պայմանական հարկային օրենսդրությամբ չկա նման սահմանում փոքր կամ միջին, տարեկան մինչև 115 միլիոն դրամ շրջանառություն ունեցող սուբյեկտները։ Դրանք բացարձակ քանակով շուրջ 100,000 կամ ավել են։ Բայց այդ կազմակերպությունները վճարում են մեր ընդհանուր պետական եկամուտների մեջ 2.7% եւ ընտանիքի օրինակն եմ ես բերել։ Պատկերացրեք 5 հոգանոց ընտանիք աշխատում են 1 միլիոն դրամ, 1 միլիոն դրամի մեջ 2.7%-ը 27,000 դրամն է։ Հիմա ոնց որ այդ ընտանիքի օրինակով ընտանիքի հայրը որոշի երեխաների կողմից աշխատած 27,000 դրամից ազատել այդ երեխաներին։ Մեր իշխանություններն ինչ են արել 25 թվին, այդ 27,000-ը սարքել են 54,000, կրկնապատկել են։ Հիմա մենք ուզում ենք դա այդ ոչ թե այդ կրկնապատկածը հետ վերադարձնենք, այլ զրոյացնենք ընդհանրապես, որտեղ դա չնչին թիվ է կազմում։ Շնորհակալություն։ Ծովինար Վարդանյան։